2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համար պլանավորված 72 միլիարդ 268 միլիոն 911 հազար 500 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 70 միլիարդ 136 միլիոն 321 հազար 750 դրամ, կատարողական 97%։ Թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի եկամտի գծով թերհավաքագրումը։ Միաժամանակ հայտնեմ, որ շինարարական թույլտվության եւ նախագծման թույլտվության գծով պլանավորված տարեկան 17 միլիարդ 186 միլիոն 899 հազար 500 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 16 միլիարդ 768 միլիոն 382 հազար 800 դրամ, կատարողական ավելի քան 97.5%։ Ներկայացնեմ նաև վարչական շրջանների փաստացի կատարողականների ցուցանիշները։ Նոր Գմարաշ 115.9%, Մալացիա Սեբաստիա 113, Արաբ Կիր 112.7, Նոր Նորք 111.1, Քանաքեռ Զեյթուն 106.6, Շենգավիթ 106.5, Ավան 106.3, Էրեբունի 103.6, Աջափնյակ 102.6, Նուբարաշեն 100.6, Դավթաշեն 100.5, Կենտրոն 99.7%։ Միաժամանակ հայտնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 17 միլիարդ դրամ։ Շնորհակալ եմ, ուզում եմ կենտրոն վարչական շրջանի, Դավթաշենի, Նուբարաշենի վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը սևեռել թվերի վրա, որովհետև էականորեն գերակատարման տենդենս ունենք եւ այդ հնարավորությունը կա, դա նշանակում է, որ որոշակի հավելյալ ջանք պետք է գործադրվի այս առումով եւ սա նաեւ ուզում եմ արձանագրենք բացարձակ թվերով, թե ինչ է տեղի ունենում Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքը իր սեփական եկամուտները փաստացի մոտ 1 տարվա ընթացքում 32%-ով ավելացրել է։ Սա այն տվյալների հիման վրա եմ ասում, որոնք որ հենց նոր ներկայացվեցին, իսկ ընդհանուր առմամբ վերջին 3 տարիների ընթացքում գրեթե եռապատկել է սեփական եկամուտները եւ այս ֆինանսական միջոցների հաշվին է, որ տեղի են ունենում այն աշխատանքները, որոնք մենք ականատես ենք լինում, ոչ միայն բակային աշխատանքները, որոնք ներկայացվեցին, այլև շատ եւ շատ այլ հիմնանորոգման աշխատանքներ այգիներում, փողոցներում, որոնք մասին առիթ կունենանք տարբեր ձևաչափերով խոսելու, եւ սա իրականանում է հենց նաեւ եկամուտների ավելացման շնորհիվ, որը բացառիկ տեմպերով է ավելացել վերջին շրջանում եւ ամեն դեպքում սա մեծ ջանք է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից, բայց կարծում եմ արժի նաեւ արձանագրել, որ այս եկամուտները ուղղակիորեն մեր երկրի տնտեսական աճի հետ փոխկապակցված չեն եւ այդտեղ ունենք անելիք, մասնավորապես մենք պետք է դիտարկենք Սալար ընկերության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները եւ այդ արդյունքները պետք է լուրջ հիմք հանդիսանան ամենախոշոր ռեֆորմին, որ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման տեսանկյունից, դա ֆինանսական ապակենտրոնացման, հարկերից մասհանումների օրենսդրական նախաձեռնության մասին է խոսքը, որով որ ոչ միայն Երևան քաղաքը, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մնացած համայնքները կունենան հնարավորություն ոչ թե ուղղակի, այսպես ասած, գոյատևման եւ պահպանման տրամաբանությամբ առաջնորդվել, այլ էական զարգացման հնարավորություն կստեղծի բոլորի համար եւ ենթակառուցվածքները ոչ թե կմաշեցնենք մենք, այլ էական նոր հնարավորություններ կստեղծվի այդ ենթակառուցվածքները ոչ միայն վերակառուցելու, այլ նաեւ նորերը ստեղծելու։